Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բանախոսներին, որոնք բավականին հանգամանալից կերպով ներկայացրեցին առկա հիմնախնդիրը եւ ես փորձեմ մի փոքր խնդիրը ներկայացնել հայեցակարգային տիրույթում եւ համապատասխանաբար լուծումներ առաջարկել ստեղծված այս հակամարտաբանական կոնֆլիկտային իրավիճակի հետ կապված։ Առաջին հերթին, երբ որ ասում ենք գոյություն ունի հակամարտություն պետության եւ եկեղեցու միջև, այս պարագայում անհրաժեշտ է դիտարկել ընդհանրապես պետության ծագումնաբանությունը եւ բոլորիս համար ակնհայտ է, որ առաջին իշխանությունները եղել են մեր մոլորակի վրա հոգեվոր իշխանությունները։ Հոգեվոր իշխանությունից հետո է փոխարինվել աշխարհիկ իշխանությամբ եւ բնականաբար այս ծագումնաբանության առումով, եթե հակասություն կա, ապա աշխարհիկ իշխանությունը չի կարող հավասարը հավասարի հետ վիճաբանել հոգևոր իշխանության հետ, առավել ևս մեր պարագայում, մեր հայկական պարագայում եւ սկսած դեռևս մեր թեկուզ հայոց պատմության վերջին 1700 ամյա գործընթացներում մենք ինչ ենք տեսնում, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ավելի մեծ առաքելություն է իրականացրել պետական, քան մեր պետականությունը եւ բավականին մոտ 700-ամյակ պետականության բացակայության պարագայում այդ գործառույթը իրականացրել է մեր եկեղեցին։ Հետևաբար այս պարագայում եւ ներկայում ելնելով մեր պատմական անցյալից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ամբողջացնում է պետությունը, այսինքն եթե չլիներ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր պետականությունը ամբողջական չէր լինի։ Եվ բնականաբար քաղաքական հարաբերությունների առումով, երբ որ մենք խոսում ենք, որ եկեղեցին չի կարող զբաղվել քաղաքականությամբ, պարոն Դանելյանը այդ հարցը բարձրացրեց եւ փորձեմ ձեր թույլտվությամբ քաղաքականություն եզրույթը, որը որևէ իրավական ակտում ամրագրված չէ, տալ դրա օբյեկտիվ սահմանումը, որը կարող է բոլոր հարցերը, բոլոր խնդիրները իրենց տեղում դնել։ Քաղաքականություն կոչված օբյեկտիվորեն դա առաջնահերթությունների աստիճանակարգման արվեստն է։ Առաջնահերթությունների աստիճանակարգում, այսինքն եթե հանրության, պետության առջև կան ենթադրենք 1000 խնդիր, եթե կարողանում ես այդ 1000 խնդիրը դասավորել ըստ իրենց առաջնահերթության, նշանակում է, որ դու հաջողված ես քաղաքականության մեջ։ Եվ այս տրամաբանությամբ, եթե մի ամբողջ ազգ, մի ամբողջ հանրություն կանգնած է գոյութենաբանական սպառնալիքի առջև եւ եթե այս պարագայում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետությանը ցույց չտա իր տեղը եւ անտարբերության մատնի եւ այդ առաջնահերթությունները չհուշի, բնականաբար այստեղ կարող ենք խոսել, որ եկեղեցին իր դերակատարությունը ընդհանրապես չի կատարում։ Եվ այս առումով այո, եկեղեցին իրավունք ունի եւ պետությանը եւ հանրությանը ցույց տալ, որն է առաջնահերթությունը, ելնելով իր իմաստությունից, դարերից եկած իր առաքելությունից։ Սա առաջինը։ Մյուս հանգամանքը, երբ որ Արշակ Սրբազանը ներկայացրեց, որ եկեղեցուն քննադատում են առաջինը պատմամշակութային հուշարձանների պահպանության առումով եւ երկրորդը աղանդավորության դեմ պայքարի արդյունավետության առումով։ Այս խնդրին անդրադառնալով նշեմ, որ պատմամշակութային հուշարձանների եւ աղանդավորության դեմ պայքարի թիվ 1 պարտավորություն ունեցող սուբյեկտը դա պետությունն է։ Եվ եթե պետությունը իր առջև դրված խնդիրը չի կատարում, ապա չի կարելի այդ առումով մեղադրել եկեղեցուն։ Ուղղակի բերեմ մի պարզ օրինակ։ Մեր հայոց պատմության վերջին 1700 տարիների ընթացքում վերցնենք աշխարհիկ իշխանությունների թողած ինչ-որ շինություն, որը գոյություն չունի։ Չգիտեմ, նրանց պալատներ, նստավայրեր եւ այլն, բայց մեր համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսանալու ապացույցը մեր
եկեղեցիներն են, մեր սրբավայրերն են, որոնք հայոց եկեղեցին աչքի լույսի պես պահպանել է։ Ունենք դարերից եկած կառույցներ, որոնք այսօր ապացուցում են մեր հայկական ինքնությունը։ Եվ հետևաբար հենց սրանով էլ տեսնում ենք, որ եկեղեցին առավել քան բարձր մակարդակով իրականացնում է իր առջև դրված խնդիրները։ Ինչ վերաբերում է աղանդավորության դեմ պայքարին, այս առումով նշեմ, որ ցավոք սահմանադրությամբ ամրագրված հավատքի ազատության իրավունքը այնքան էլ ճիշտ չի մեկնաբանվում մեր օրերում։ Հավատքի ազատություն ամենևին չի նշանակում աղանդավորական կազմակերպությունների գոյություն, որովհետև սրբազան հայրերը կարծում եմ համաձայն կլինեն այս տեսակետի հետ, որ եկեղեցու կրոնի հիմնական գործողությունը, գործառույթը դա մարդկանց եւ հասարակության մեջ բարեպաշտություն ձևավորելն է եւ Աստծու նմանակ մարդու կերտումն է։ Իսկ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործառույթների մեջ դրան ավելացել է նաեւ հայկական ինքնության պահպանության խնդիրը։ Եվ հետևաբար մենք խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքում չունենք այս ամենը եւ ըստ էության կրոնական կազմակերպություն լինելու, դառնալու կամ գրանցվելու հիմքում պետք է օրենսդիրը դնի բարեպաշտություն ձևավորելու գործառույթը։ Եթե տվյալ խմբավորումը այդ նպատակը չի հետապնդում, ապա դա կրոնական կազմակերպություն դիտարկվել չի կարող։ Ինչու եմ ես այս օրինակը բերում, որ այսօր պետության չասեն գործադիր իշխանության ղեկավարի արշավը հայոց եկեղեցու դեմ, առավելապես նաև նախընտրական թոհուբոհի շրջանակներում նպատակ է հետապնդում հաճոյանալ հենց աղանդավորներին։ Եվ բնականաբար ինչու ոչ այդ ինտենսիվությամբ 18 թվականին, այլ այսօր, որովհետև 18 թվականից առ այսօր պետական կառույցների կողմից ակտիվ աշխատանք է տարվում հասարակությանը այլասերելու, հայոց ավանդական արժեքներից հեռացնելու եւ այսպես կոչված ազատական գաղափարներով տոգորելու, չգիտեմ, համասեռամոլությունից սկսած մնացած բոլոր հակամարտկային, հակաբարոյական երևույթներով եւ գուցեև մտածել են, որ արդեն հասարակությունը ընդունել է այդ հակաբարոյական արժեք համակարգը եւ կարող է իրենց աջակից լինել եկեղեցու դեմ պայքարում։ Բայց ինչպես տեսնում ենք, մեր հայ հասարակությունը այս առումով ըստ իս բավականին գտնվում է միաբան համակարծիք դերում եւ անհրաժեշտության դեպքում կարծում եմ, որ կարող է միանգամայն արագ օպերատիվ կերպով համախմբվել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջը եւ իշխանություններին ցույց տալ իրենց տեղը։ Ինչի համար եմ ասում, որտեղ իշխանությունը դա ժամանակավոր երևույթ է, տարբեր գործիչներ գնում եւ գալիս են, իսկ եկեղեցին ինքը հարատև երևույթ է, անգամ այն պարագայում, երբ որ չի լինում պետականությունը։ Եվ ձեր ուշադրությունն ու համբերությունը չչարաշահելու համար, որպես ավելի հեռանկարային լուծում, ինչի համար եմ ասում, որտեղ արդիական է նաև իշխանությունների կողմից առաջ քաշած նոր սահմանադրություն ընդունելու այս գաղափարը եւ կարծում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն, բայց ոչ թե իհարկե իշխանությունների առաջարկած ձևաչափով կամ ոչ թե նրա համար, որ գործող սահմանադրությունը որակական առումներով իրեն չի արդարացնում, այլ անհրաժեշտ է հայեցակարգային նոր մոտեցմամբ, այսինքն համահայկական սահմանադրություն, որը կլինի համայն հայության համար։ Իսկ համահայկական նոր սահմանադրության շրջանակներում նաև հնարավորություն կարող է ընձեռվել նաև ոտնձգություններից պաշտպանել նաև մեր եկեղեցական այն թեմերը, որոնք այսօր տեսնում ենք եւ Երուսաղեմում եւ տարբեր վայրերում ոտնձգության են ենթարկում եւ պետք է հենց պետության վրա պարտականություն դնել
ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա տարածքից դուրս, եթե լինի համահայկական այդ պետության գաղափարը, իրականացնել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանությունը։ Շնորհակալություն։